Удастся ли Армении в двух союзах состоять одновременно, как вы думаете? Я на этот вопрос отвечу, наверное, уже завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на такие. Какой союз ближе, как вы думаете? Դա հերթական անշնորհքություններ, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Իսկ պարոն Ղազինյանի հետ կապված որ դիմել են դատախազին պատասխանեք։ Ну вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну ничего страшного. Что вы бы хотели сказать Евросоюзу для итальянской прессы, пожалуйста? Что? Евросоюзу, что вы бы хотели сказать Европе, Евросоюзу? Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Ձեզ ինչ է հայտնի դիմել են դատախազից, որպեսզի անձեռնխելիությունից զրկեն գործ։ Դե իրենք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստվում են, տեսնենք առաջ։ Պայմաններում լեգիտիմ ընտրություն հնարավոր է։ Դուք տնային կալանքի ռեժիմն եք ձեր Դուք վերջում դա կգնահատեք։ Պարոն Կարապետյան, պլանկը ինչ է պլանավորում ընդդիմությունը։ Означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Պարոն Կարապետյան, ԶԻՊ-ը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ ակնհայտ լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Հայաստան եկած հիմարություններ են, որ իրենք հենց առաջին օրից գցեցին օրակարգ։ հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Հնարավոր է ասենք մի 100 հոգի աշխատող կարող ունենա Facebook։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսեր օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ Ընտրակաշարք բաժանելեք, պարոն Կարապետյան, ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը Ինչ է պլանավորում։ Դե չենք բաժանել։ Իհարկե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած։ Պարոն Կարապետյան, դուք միշտ պնդում եք, որ հաղթել կարող եք ասել մոտավորապես Урсула фон дер Лайен, что вы бы хотели сказать? Look here. Քաղաքական Այսօր ընտրություններ է։ Պլան B-ի մասին ինչ կասեք։ Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես է։ Պարոն Կարապետյան, հանուն ինչպիսի հայրենիքի եք քվեարկելու, ինչ ապագայի։ Դրա մասին ես ամեն օր եմ խոսել, դրա համար կխոսեմ նաև վաղը։ Բայց այսօր մի քիչ այդ հարցերը վտանգավոր է, այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարեն դա քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերվակալի։ Ինչ տրամադրությունով եք գնում քվեարկության։ Ինչ։ Շատ լավ տրամադրությամբ, մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք
մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Ամենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետաքրքրել է։ Դրա համար ճիշտ կլինի։ Նիկոլ Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ այդպիսի տարբերակ չկա։ Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվում նաև 300,000 ադրբեջանցիների խոսքը քաղաքական Տեսնում ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք, մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Միջազգային լրատվամիջոցների առատությունը ինչի մասին է վկայում, ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ եւ Ֆրանսիայից եւ Հոլանդիայից։ Թվում է դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է ընդհանուր է դա։ Կարողության ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողվի մեծամասնություն։ Ես չգիտեմ դա քարոզություն կհամարվի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր Այսօր ազատ եք քարոզներ։ Господин Карапетян, телеканал РТВ, прокомментируйте отношения с... Հա, հաստատ։ Դե բասեք նորմալ, կարող եմ այսօր մի երկու բան ասեմ, այլ չէ։ Господин Карапетян, РТВ, телеканал, отношения с Россией, если вы выиграете, какие будут, как будете эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Ну, Ռուսաստանից կան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն։ Ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրություն։ Շնորհակալություն, հարգելի գործ։ Այսինքն կազմակերպչական ֆիրմաներում աշխատող աշխատակիցների Բոլորին դիմավորում են, բոլորին տանեն եկեք, պարոն Կարապետյան։ Իրեն նրա մասին հայտնի։ Ռուզան ջան, ներողություն, ներս մտեք, էլի։ Ժողովուրդ ջան։ ունեք այդ մտավախ։ Իրենք ինչ ասես կարող են անել, բայց վստահ եմ չեն կարողանալու։ Թույլ տվեք։ Չեն կարողանալու անել։ Look here. Պարոն Կարապետյան։ Այդ ձեր ցավը տանը մի վարի է։ Look here. Հանից մերժի մի մալիս։ Ձավ կերդիչ վարի։ Ես պրոբացիայի ծառայության քաղաքական հետապնդումը Քաղաքացիները, որոնք սպասում են իրենց ընտրության հերթից, ծոփերով դիմավորեցին Սանդր Կարապետյանին եւ այս բանին նա քաղաքացիական բան։
Но мы месяц этот вопрос поднимаем, в итоге Леха Ром. Georgia, այդքան դա կոմ մարդկան ու կանտալի։ Բարև ձեզ, ռուսական դելեգացիա։ Լավ եք ցանցազոր եք ելել։ Շնորհակալ եմ բարոյական։ Ուշացրեցի, որ լրագրողները բոլորը լրագրողները Ժորժան, ներքև։ Չէ, բացառվում է բոլորը Ես բարձր ձայնալարերում հենց դուրս գալուց լինի կասում։ Անունեն կարծազրույցը պեչեմ։ Georgian, իջնում ենք ներքև։ Չէ,
Ջան, բան էլի, առաջ չեթակ շատ։ Я думаю, что на мнение армянского народа это особо не повлияет. Вот сегодня армянский народ делает правильный выбор и будет в Армении власти. Что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду здесь работать в Армении. И не переживайте, у меня много работы. What future will Armenia have? Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Հետո էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Ընտանենը միջև Մենք յոբել առավոտ համբեր են։ Պարոն Կարապետյան, դուք համոզմունք հայտնեցիք, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Կոնտեստ տալու հետ։ Մեր համոզմունքը դուք այսօր տեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս տեսնենք դա։ Բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ինչպես կարձագանքեք։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սպյուրքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում է, որ կհայտնվեք բանտում։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Какие экономические последствия могут быть, если Пашинян выиграет? Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. А Евросоюз может принимать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут. Больше я не знаю. Պարոն Կարապետյան, իսկ Ռուսաստանի այդ քայլերը որ ցույց չեն տալիս մեր Սիրիանը, այսինքն յուղմթերքը, ծաղիկները, խմիչքները արտահանվեն, այսինքն շուկաները փակված են։ Նայեք, դա ես չեմ ընդունում, ես դա չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վաղ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլ գործողած գնան Փաշինյանին ընտրեն, որ ասեն, որ ռուսի ստատուս դուրս կան վերջապես, տեսեք ինչ էր անում այժմ։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժի հետ։ Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սա խաղ է, թե խաղ չէ բնական։
Կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Այդ շահը որն է։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Երբ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում։ Պարոն Կարապետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, դուք կհամակերպեք ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպի, ուրեմն կհամակերպի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժորժ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ հարցեր կա։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը Մի տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Իսկ ագնացող ընտրախախտում։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Ընտրախախտումների վերաբերյալ հազանգեր ստացել եք։ Ինձ մեծ էր հարցի պատասխանը դուք գիտեք։ Իսկ ընտրակաշարք բաժանելով լեգիտիմ իշխանություն Ընտրակաշարք դուք գիտեք ով է բաժանում եւ ամեն օր նույնիսկ այսօր մեր մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել։ Господин Капитан, для нашего пресса вопрос. Можно, пожалуйста, как будут отношения развиваться дальше с Евросоюзом, с Россией? Ստեղա։ Ժորժան կներեք։ Ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք, պարոն Կարապետյան։ Ակնհայտ չի, սպասենք, միջև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանը լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցերին։ Նույնն է մնացել ամեն ինչ, ոչ մի բան չի փոխել։ Շատ եք ուզում, որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Պարոն Կարապետյան, Ես կողմը, էլի, ես կողմը։ Всё։